Դուք արդարադատության նախարարությունից եկել այստեղ, ուզում եմ ձեր գնահատականը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը խախտելով նախկին սահմանադրության և գործող սահմանադրության համապատասխան դրույթները առանց դատարանի վճռի որոշակի ֆինանսական շեմի պարագայում, այսինքն երկակի օրենք է, երկակի ստանդարտ է իրարամերժ օրենքի դրույթների դեպքում կիրառվում, ուրեմն համապատասխան գործառույթներ Գիտեք, նպատակս ամենևին այն չի եղել, իհարկե, որ մարդու իրավունքների պաշտպանը վեր է կանգնած եղել։ Պարզապես ես դա էլ հենց նկատի ունեի, որ պաշտպանը չի մտնում ոչ օրենսդիր, ոչ գործադիր, ոչ դատական իշխանության համակարգում։ Պատահական չէ, որ հատուկ նշեցի նոր սահմանադրությունը, ի տարբերություն նախկինի, հատուկ փոփոխությունները, հատուկ գլուխ է առանձնացրել։ Սա միանշանակ դրան է եւ պաշտպանը վեր կանգնած լինելով ես դա հիերարխիա նկատի չունեի, այլ վեր կանգնածով յուրաքանչյուրի մեջ մտած չլինելով, այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, տեսեք, որպեսզի կարողանանք գնահատել եւ հետեւություն անել արդյոք անձը քաղաքական բանտարկյալ է կամ քաղաքական հետապնդում իրականացում է թե չէ, անհրաժեշտ է անդրադառնալ այդ դա բացահայտող չափանիշներին։ Օրինակ, ընդ որում դրանք մշակված են թե եվրոպական դատարանն է ներկայացել, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, նույնիսկ երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցում են 2001 թվականին, այդպիսի բանաձևեր կա։ Մասնավորապես, եթե ազատությունից զրկելու հետ կապված տարբերություններ կան, խտրական մոտեցում կա եւ այլն, բայց որպեսզի կոնկրետ հարցով ես կարողանամ դիրքորոշում հայտնել, թե արդյոք այս սկզբունքների կիրառությամբ կոնկրետ դեպքում անձին կարող են կոչել քաղաքական բանտարկյալ կամ ոչ, այս պահին եւ ընդհանրապես չեմ կարող դա անել, որովհետեւ չեմ տիրապետում գործի հանգամանքներին։ Եվրոպական դատարանը ինքը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատելու համար պետք է գործի հանգամանքները ուսումնասիրվի։ Եվ այդ բանաձևում նույնիսկ եւ ուղեցույցներում հենց հատուկ նշված է։ Պես որ այս առումով ես այս պահին եւ իրավասու չեմ եւ չեմ էլ տիրապետում գործի հանգամանքներին, որպեսզի գնահատական տամ։ Մյուսը մարդու իրավունքների պաշտպանի բյուջեին։ Անկեղծ ասած, երբ աշխատել եմ, երբ այս ընթացքում էլ ծանոթ չեմ բյուջեի կառուցվածքին, մասնագիտականս էլ այդ առումով չեմ առնչվել ամեն դեպքում։ Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի, ընտրվելու դեպքում կներկայացնեմ, ուսումնասիրեմ մանրամասն եւ կներկայացնեմ ազգային ժողովին դրա ավելացման կամ չգիտեմ, պակասեցման անհրաժեշտության մասին հետևություններից։ Ինչ վերաբերում է ձեր երկու հարցադրումներին, արդարադատության նախարարության, մեկը ամբողջությամբ արդարադատության նախարարությունն էր, որտեղ դահակատարություններ առնչվում։ Արդարադատության նախարարությունում ինքս դահակատարության առնչվող գործառույթներ չեմ իրականացրել։ Եվ բայց այդ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ունեմ իհարկե իմ համոզմունքը, իմ կարծիքը մասնագիտական, բայց կարծում եմ, որ ընտրվելու դեպքում լիարժեք հնարավորություն կունենամ կոնկրետ դեպքերի կիրառությամբ հաշվի առնել եւ արդեն տալ գնահատականներ։ Եվ լրատվամիջոցների հետ կապված։ Այդ հարցում նույնպես, քանի որ դուք կոնկրետ դեպք եք մատնանշում, ես առաջին անգամ լսեցի այս մասին, ընդհանրապես ելի եմ ուզում վերահաստատել դիրքորոշումս, որ լրատվամիջոցները չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Ոչ միայն ամբողջ երկրի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանի համար, պաշտպանը ինքը պետք է խթանի այդ գործունեությունը, որովհետև դա է հենց թափանցիկ աշխատելու հիմնարար սկզբունքը, հաշվետու լինելու։ Այնպես որ այդ կոնկրետ դեպքին այս պահին նույնպես չեմ կարող գնահատական տալ։ Շնորհակալ ենք, պարոն Թատրյան։ Հիմա մենք ձեզ ընտրելու ենք, թե ոչ, դուք ինչպես եք քվեարկելու, կախված է ձեր պատասխաններից։ Դուք ասում եք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ կապված կոնկրետ դեպքեր պիտի ուսումնասիրել։ Այսինքն ես ձեզ ասում եմ, սահմանադրության դրույթը արգելում է, ասենք նախկին սահմանադրության դրույթը թիվ 31-ն էր, հիմա համանունը որն է, չեմ հիշում, արգելում է առանց դատարանի վճռի քաղաքացու սեփականության հանդեպ որևէ վարչական իրավական ոտնձգություն։ Դուք ասում եք պիտի կոնկրետ դեպք, ինչպես եք գնահատում այն, որ դա իրականացվում է, ստորադաս իրավական ակտը հիմք ընդունելով, վերադաս, այսինքն սահմանադրության մայր օրենքի դրույթը ոտնահարելով, դա մեկ, երկրորդ, Հայաստանում կան առհասարակ քաղաքական բանտարկյալներ, թե ոչ, չեմ ասում կոնկրետ դեպքով սա քաղ բանտարկյալ է, թե ոչ, կամ նա քաղ բանտարկյալ է, թե ոչ, առհասարակ կան, թե ոչ, ձեր կարծիքը։ Եվ ուրեմն մի բան էլ ավելացնեմ, այդ լրատվամիջոցի հետ կապված հարցը, եթե ընտրվեք, խնդրում եմ ներառեք անպայման ձեր դիտարկման համար նյութերում եւ վերջապես այսօր ձեզ առաջադրել է կոնկրետ թիմ, քաղաքական մեծամասնությունը, իշխանություն ներկայացնող Հայաստանում թիմը, եթե այդ թիմի որևէ անդամ գործադիր մարմնում, իրավապահ մարմիններում, թե այլուր ոտնահարեց որևէ քաղաքացու իրավունք, դուք նրան համապատասխան ձեր լիազորությունների շրջանակում պատասխանատվության ենթարկելու եք, թե ոչ։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն պարոն Ուրիխանյան։ Առաջինը այդ դահակայի օրենսդրական կարգավորումների հետ կապված։ Ես դարձյալ նշում եմ, որ ես այս պահին եւ չունենալով էլ նաեւ օբյեկտիվորեն չունենալով բավարար մասնագիտական տեղեկացվածություն, թե օրենսդրական, թե սահմանադրական կարգավորումների վերաբերյալ չեմ կարող գնահատականը տալ, որովհետեւ կոռեկտ չի լինի իմ կողմից կանխական քաղաքական բանտարկյալների մասով։ Դա այդ ձեր հարցին պատասխանելը նույնն է, որ ասեմ կոնկրետ դեպքով գնահատական տամ, որը ես արդեն նշեցի, չեմ կարող, որովհետև օբյեկտիվորեն չեմ կարող, քանի որ պետք է հստակ ուսումնասիրություններ կատարել եւ այդ չափանիշները փորձել կիրառել։ Մյուսը լրատվամիջոցների, եթե ընտրվեմ, այո, ես խոստանում եմ, որ այդ հարցը կլինի քննարկման առարկա։ Եվ մյուսը, դու նախ պարտքի իրավունքների պաշտպանի հետ կապված իրավապահ մարմինների աշխատակից ինձ քաղաքական մեծամասնության խմբակցությունն է, մեծամասնություն ունեցող խմբակցությունն է առաջադրել եւ իհարկե ոչ իրավապահ մարմինները, ոչ պետական կառավարման մարմինները կապ չունեն քաղաքական մեծամասնության հետ։ Դա բացարձակ ինձ համար նշանակություն չունի։ Ես արդեն ասել եմ եւ վերահաստատում եմ այդ դիրքորոշումը։ Ես համարում եմ, որ ինձ այնպիսի նաեւ անձնավորություն, սկզբունքներով, նաեւ բարոյական արժեքներով, որ ես կարող եմ անկաշկանդ լինել եւ համոզված եմ, որ ընտրվելու դեպքում կունենամ այդ հնարավորությունը եւ ինչ վերաբերվում է կոնկրետ արդեն դեպքերին, հետագայում կարծում եմ ընտրվելու դեպքում պատրաստ կլինեմ նաեւ ձեզ հետ միասին քննարկել ցանկացած հարց։ Հովհաննես Մարգարյան։